Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 17։ Եվ Սոդոմի մարդիկը շատ չար ու մեղավոր էին Եհովայի առաջին, Ծննդոց 13-րդ գլուխ 13-րդ խոսք։ Այժմ Աստծո խոսքից դուք արդեն կարողանում եք հստակ զանազանել, թե ովքեր են մեղավոր մարդիկ և ովքեր դարձի եկած։ Անգրագետ մարդիկ կարծում են, որ եթե մարդը իր գործողություններով չի հայհոյում, չի զրպարտում, չի չարախոսում, չի հարբում, չի շնանում, չի թալանում կամ չի վնասում որևէ մեկին, և եթե գնում է եկեղեցի, աղոթում, հաղորդություն է ստանում և երբեմն օգնության ձեռք է մեկնում աղքատներին, ապա նա չի կարող դարձի եկած չլինի։ Կամ եթե մարդը, ով մեղավոր է եղել հարբեցողության, հայհոյանքի, խաղամոլության կամ նմանատիպ արատների մեջ և պարզապես ապագայում հրաժարվում է դրանցից, նրանք նրան համարում են դարձի եկած անձ։ Մյուսները կարծում են, որ եթե մարդը, ով թշնամի էր և ծաղրում էր բարեպաշտությունը և հանկարծ պարզապես հավանություն է տալիս դրան և միանում է բարեպաշտներին և ատվում է չարերի կողմից նույնքան որքան բարեպաշտները, ապա նա անպայման պետք է լինի դարձի եկած անձ։ Ոմանք այնքան անհեռատես ու խաբված են, որ կարծում են դարձի են եկել ընդամենը մի նոր կարծիք կամ վարդապետություն ընդունելով, իսկ ուրիշներն էլ համոզված են, թե եթե միայն սարսափել են դժոխքի կրակներից, տանջվել են խղճի խայթոցներով, զգացել են մեղքի ծանրությունը, ապա որոշում են կայացրել և խոստացել իրենց ընթացքը շտկել, ընդունել են քաղաքավարի ու բարեկիրթ վարք և ձեռք են բերել արտաքին աստվածապաշտություն, ապա այս ամենը անպայման իսկական դարձ պիտի համարվի։ Եվ ահա սրանք են այն խեղճ մոլորված հոգիները, որոնք երևում է զրկվում են մեր բոլոր հորդորների ու համոզմունքների պտուղներից, քանի որ երբ նրանք լսում են, թե ամբարիշտը պիտի ապաշխարի կամ մահանա, նրանք կարծում են, թե այս խոսքը իրենց մասին չէ, որովհետև իրենք ամբարիշտ չեն, այլ արդեն ապաշխարած և դարձի եկած են։ Եվ այդ պատճառով է, որ Քրիստոսը որոշ հրեա իշխաններին, որոնք ավելի լուրջ, կարգապահ և քաղաքակիրթ էին, քան հասարակ ժողովուրդը, ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսավորները և պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծո արքայությունը»։ Մատթեոս 21-րդ գլուխ 31-րդ